Այսպեսով ստեսություն, ինչ նոր հանդիպում։ Աննա Հակոբյանը երկու ճամպրուկով ու շուրջ 1 տասնյակ արկղերով հեռանում է վարչապետական առանձնատնից դեպի Վարձով տուն։ Տաքսիստները, տաքսու վարորդները տարբեր անհայտ տրանսպորտներում վստահաբար տարբեր տեղեկատվություն կտարածեն իմ մասին, մասնավորապես թե ոնց եմ ես այս տունը վերցրել հիմքից եւ հետս տարել։ Այսօր վաղ առավոտյան նա տեսագրություն է տարածել, որ 2 օր առաջ էր նկարահանվել։ Այստեղ հայտարարում են Նիկոլ Փաշինյանից բաժանվելու մասին։ 10 օր առաջ էր Հակոբյանը իրենց քաղաքացիական ամուսնության ավարտի մասին գրել։ Այդ ժամանակ շատերը ենթադրեցին, թե նրանք պաշտոնապես գրանցել են իրենց ամուսնությունը։ Հիմա Հակոբյանը հավաքած իրերն է ցույց տալիս, ասում սերը խոսելով չի։ Չեմ ուզում ասել սիրում եմ բոլորիդ, որովհետև իմ կարծիքով սերը մի բան է, որը ոչ թե պետք է ասել, այլ պետք է գործողությունով ցույց տալ, հոգատարությամբ։ Սա 3 երեկոյան էր Նիկոլ Փաշինյանն այսօր սրտիկ դեռ չի ցուցադրել, բայց մի կարճ գրառմամբ հայտնել է Աննայի որոշմանը վերաբերվում է հարգանքով։ Վերջին 30 տարում իմ բոլոր դժվարին օրերին նա եղել է իմ կողքին, եղել է իմ ապավենն ու հենարանը։ Վստահ չեմ, թե ես նրա համար եղել եմ այդպիսին։ Թերևս ավելի շատ դառնություն եմ պատճառել, ինչի համար ներողություն եմ խնդրում։ Վարչապետի արդեն նախկին կինը հրաժեշտի տեսանյութում փորձում է օրինակներով համոզել, որ հեռանում է այնպես, ինչպես եկել էր, առանց դղյակների, միլիոնանոց հաշիվների ու թվանոց զարդերի, քարտին ընդամենը 5 միլիոն դրամ կա։ Իմ քարտին կա գումար իմ քայլը հիմնադրամի աշխատավարձից եւ եկամտային հարկի վերադարձից կուտակված գումար, դա հիշում եմ, որովհետեւ ամեն անգամ բացել ես երևում է 5 միլիոն դրամ։ Տուփերով զարդեր է նվեր ստացել, հանձնում է պետությանը, ինչպես նաև այն հագուստը, որ կրել է արարողակարգային տարբեր միջոցառումների ժամանակ։ Դրանց մի մասը խիստ քննադատության էր արժանացել։ Այստեղ Հակոբյանն արդարանում է, փող չի ունեցել, հայ դիզայներներն են նվիրել կամ ժամանակավոր հագուստ տվել իրեն։ Այս տարիների ընթացքում բարես բուն իմաստով աճպարարություն եմ արել տարբեր հարթակներում, տարբեր կերպ ներկայանալու համար, եւ եթե ինչ-որ կերպարներ հուսահատեցրել են կամ վրդովեցրել են, կներեք իհարկե։ Պետական պահպանությունից էլ է հրաժարվում Աննա Հակոբյանը, խնդրում չվիրավորել իրեն, եթե մենակ զբոսնելիս տեսնեք։ Եվ քանի որ տուն, փող չունի, ցանկանում է պահպանել աշխատանքը Իմ քայլը հիմնադրամում։ Կարծում եմ, որ միայն իմ ցանկությունը թերևս բավարար չէ սրա համար, եւ բացի այդ, դատելով երեկվա հակակոռուպցիոն կոմիտեի եւ լրագրողի միջև տեղի ունեցած հարցը պատասխանից չի բացառվում, որ ես քրեական պատասխանության ենթարկվեմ որպես Իմ քայլը հիմնադրամի գործադիր տնօրեն։ Օրեր առաջ ընդդիմություններ է հազանգել, որ Իմ քայլը հիմնադրամն անգլերենի անվճար դասեր է խոստանում։ Սա համարում են ընտրություններից առաջ բարեգործության արգելքի խախտում։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ասել էր, ուսումնասիրում են հարցը։ Այսօր կոմիտեից տեղեկացանք, Աննա Հակոբյանին առնչվող քրեական գործ չկա։ Կյանք է, գուցե եւ հնարավոր է այդպիսի զարգացում, ինչ արած կապրենք կտեսնենք։ Սա սերիալ է, արդյունքներով նայեցի։ Շոուի նոր սեզոնի եթերաշրջանը համարում ենք բացված, կլոունադա է, ձեր կամքն ամուր է քարիցել։ Կարդում ենք բաժանվող զույգի մեկնաբանություններում։ Շատ են չկողմնորոշվածները, խորհրդարանական ընտրություններից 3 ամիս առաջ այս դրաման իրական է, թե բեմադրված։